Պարոն Պետրոսյան, մեկ է ինչ հարց կուզեի ձեզի տայի, այս Յանի կապակցությամբ հայկական ազգանունների, էլի շատ սպեկուլյացիաներ կան, ուրդից է եկե, ինչ է եղել, ժողովուրդ ջան, այս հրացանը նոր ցույց տվի, ձեզի մի հատ կուզեմ ցույց տամ, ունիկալ բան է, էլի 1820 թվի հրացանը, սեցի լավ թող մնա, մեկից այսպես մեր դոկտոր պրոֆեսորը հրացանը մեզի պատմի։ Ավստրիական արտադրան։ Ավստրիական հրացան է 1820 թվի Ալաշկերտից եկած ու պատմությունը ես ձեզի առանձին ռոլիկով կդնեմ անպայման կտեսնի։ Խնդրեմ, պարոն Պետրոսյան։ Հրացանի մասին, թե չէ, Յաների մասին։ Օգնեմ։ Հայերենը ունի վերջածանց, միացրել ես։ Հա։ Յան, որը գրաբարում գրվում էր Էան։ Այսօր էլ արտասահմանի հայերը իրենց ազգանունները չեն գրում Ե-ան, գրում են Էան, հա, շատ կա։ Գրաբարում շատ սովորական, այսօրվա հայերենում նույնպես բավականին սովորական հայերեն վերջածանց է։ Ասում ենք Աֆրիկյան, Ամերիկյան, որ նշանակում է Աֆրիկական, Ամերիկական եւ այլն եւ այլն։ Եզակի թվում այդ Յանը պարզ օգտագործվել է դեռևս գրաբարի շրջանում, որից ունենք նախարարական ազգանուններ։ Մամիկոնյան, Դիմաքսյան, իհարկե ժամանակ քիչ է եղել։ Տոհմական ազգանունները նախարարների մեծ մասը ունիով է վերջացել, բայց կային նաև յաները։ Ու ինչ որ վերսիայով այդ յաները Չինաստանի հետ կապ ունեին, հա, մամիկ, թե հետ։ Ոչ մի դոնք բոլորը առասպելներ։ Սաղ առասպել։ Հա, հետո առանձին հարցը տուր ես բանը։ Լավ, հա, հետո առանձին թեմա կենենք։ Ուրեմն այս Յանը ունի նաև իր հոգնագի թիվը, յանք, որը այսօրվա հայերեն բարբառների մեծ մասում վերածվել է էնքի, էնք, Պետրոսենք, Բողոսենք, Կիրագոսենք, բայց գրաբար ձևով նորից մերոնք գրում էին յանք, յանց, յանցը արդեն Յանի հոգնագին է, սերական հոլով, իսկ ուղղական հոլովը յանք է, Ցիտող ծոնք, յանկոնք, ցիտող ծոնք, ուրեմն տեղ ցիտողցին ձայնավորով է վերջացել, որ իով, դրա համար օնք է տարել, բանուսենք բանը, Զանգեզուրցի, Ղարաբաղցի հայերի մոտ շատ սովորական բան է, ադոնց, ուրեմն ադի է եղել, այդ ում անունով, որ իրենք ադոնց են կոչվել, ադի է եղել, եթե ադո եղներ, իրանք կոչվեին ադոնց, ադենց, اد եթե լիներ, ադենց կոչվեին եւ այլն։ Այնպես որ հայերենից դուրս պետք չէ որոնել ինչ որ իրանական արմատներ, իրանական պարսկական փոխառություն եւ այլն եւ այլն։ Ճիշտ է, իրանական ազդեցությունը հայերի վրա բավականին եղել է։ Դա սովորական բան է, մանավանդ որ հարևաններ են եղել եւ ինչ որ տարեր նաեւ պարսիկներին ենթակա։ Նույն պետության մեջ են։ Բայց դա չի կարելի չափազանցնել, հասցնել մինչև այն վիճակին, որ բուն հայերեն ազգանվանակերտ վերջածանցը համարել իրանական փոխառություն։ Այսօր էլ պարսիկներն ունեն։ Պեզեշկյան։ Պարսկաստանի արտաքին գործերի նախարարը Պրեզիդենտը է։ Պեզեշկյան։ Համի պրեզիդենտն է։ Պրեզիդենտ թե գլխավոր է էլի բանից հետո։ Այատոլլայից հետո մի խոսքով Պեզեշկյան։ Պեզեշկը նույն բժիշկն է։ Հա։ Բժիշկ բառն է։ Բայց դրա իրենք էլ ունեն եզակի եւ հոգնակի։ Բայց ինքը կարծեմ հենց մասնագիտությունով բժիշկ է, եթե չեմ սխալվի։ Հա, բժիշկ է։ Բժիշկ է։ Երևի ինքը ինչ որ բան թարգմանել է էլի երևի։ Հա։ Ոչ թե իսկական ազգանուն է, կարող է հեքիմի եղել, հեքիմյան է եղել։ Հեքիմյան։ Ինքը հին պարսկերենով բանը Պեզեշկյան է դարձել։ Մի խոսքով, իրենք էլ ունեն եզակի թվով ի վերջավորությամբ,
ի տարբերություն մեր եզակի թիվը յան է։ Իրանցը ի է։ Ասենք Ահմադի ազգանուն է իրանց մոտ։ Արշագունի, ասենք Արշագունիների հետ կոչ չունենք, էլերի ուրիշ բան։ ուրիշ է, հա։ Հիմիկվա պարսիկների մասին է խոսքը։ Ահմադի, Հասանի, Խոմեյնի, Խամանեի եւ այլն։ Եզակին ի։ Բայց հետո հոգնագին են ուզում ասել, որը մեր մոտ ասացի, չէ, յանց է, յանք է, ավելացնում են ան։ Ազգանունը դառնում է ի ան։ Նման է մեր յանին, բայց կապ չունի մեր յանի հետ։ Այսինքն բայց մի հատ սպես հարցել էլի, այդ պատմական քրկեր կարտալուց յան ազգանունով շատ հազվագյուտ մարդիկ կպատային էլի այդ քրկերի մեջ։ Հիմնականում ասենք Բակրատունի, չէ, այնտեղ ունցով ասենք բագունց ուրիշ ազգանուններ են մեր խոսքով էլի այդ յանը որ երբ բանից է սկսել մեր մարդկանց վրա էլի այդպես տարածվել է։ Ուրեմն յանը ընդհանրապես 15-րդ դարում սկզբներին մանավանդ օգտագործվել է հաճախ որպես հայրանուն։ Օրինակ իմ պապիս քարի վրա գրված է Պողոս Պետրոսյանց Մուրադյան։ Հա Պետրոսի տղա Պողոսը, հա։ Ուրեմն Մուրադյան հայրանունն է։ Հա։ Ինքը Մուրադի տղեն է։ Մուրադի տղեն։ Ազգանունը Պետրոսյանց։ Իր պապի անունով։ Հա։ Հա Պետրոսեն ցեղի Մուրադի տղեն։ Մուրադի տղեն է ինքը։ Հա։ Տոհմի, ավելի շուտ տոհմի, ոչ թե ցեղի։ Այդ հիմնականում 19-րդ դարում է տարածում գտել այդպես, հա։ Յանը հետագայում Երևի լայն տարածում էլ կապված է ռուսներն որ անուն հայրանունով են խոսել, երևի դոր հետ է կապված, չէ։ Այդ բանը ռուսներին է հատուկ, որովհետև թաթարներից ռուսները ժառանգին։ Հա։ Մուսուլմաններն ընդհանրապես ազգանուն չեն օգտագործել։ Օգտագործել են հայրանունը դոր փոխարեն։ Հա։ Այդպես այս Ադրբեջանի Հմիգվանի հայրը Ալիև հայրը։ Հեյդար Ալիևիչ Ալիև։ Այդ Ալիևիչն ու Ալիևը տարբեր մարդիկ չեն։ Նույնն է։ Ուրեմն հայրանունն էր Հեյդար Ալիև, որը ռուսական ձևով տարել էր Ալիևիչ ու նորից նույն ազգանունը դարձրեցին նույնը ազգանուն։ Այսինքն մեր մոտ մի ես լավ չէ, մեր մոտ ազգանունը ընդունված չի եղել, հա, ավելի շատ հորանունով են ասել, թե ինչ եղել։ Ընդհանրապես հասարակ ժողովրդի մեջ հայրանունն է ընդունված եղել։ Էս ինչի ոչտի։ Հա, ու մոնցենես սոնցեն եմ, հա, ասենք։ Բայց եթե ազնվական ծագում ունի, պարտադիր ազգանունն է եղել։ Հա։ Օրինակ Ռշտունի, Արձրունի, Խորխորունի, Մամիգոնյան, Դիմաքսյան, արդեն ասել եմ։ Կամսարական։ Ազգանունները նրանց է հատուկ եղել։ Հասարակ մարդիկ ազգանուն չեն կրել։ Դրա համար հասարակ մարդկանց դիմել են սովորաբար հայրանունով։ Օրինակ, մինչև վերջին տասնամյակները գյուղերում սովորական բան էր, որ իմ տարիքի մարդը իր բանը կնոջը անունը չէր տալիս։ Ասենք կնոջ անունը Հռիփսիմե է, ինքը երբևէ իրան Հռիփսիմե չէր ասում։ Հոր անունը Աբգար էր, Աբգարի աղջիկ։ Հա։ Սովորական բան է, դիմելու ձև է եղել։ Բայց ազնվականությունը այդպես չէր։ Ազնվականները հատուկ իրենց ազնվականական ազգանուններն ունեին, այնպես ինչպես իրենց կալվածքները ժառանգական էին, ազգանունները նույնպես։ Հետաքրքիր է շատ։ Եղավ, շնորհակալություն։